Մելիք գյուղում մորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականի մասնակցությամբ սպանություն կատարելու հատկանիշներով։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Ընտրություններից մոտ 1.5 ամիս անց Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Խոսակցության ընթացքում Փաշինյանը անդրադարձել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների համատեղ այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ գնալու համար պետք է հանրաքվե անցկացվի Հայաստանում ու ընդգծել, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական վարդերի ներմուծման անօրինական երկրորդ փորձն է կանխել Ռոսել Խոզնաձորը։ Այս անգամ Հայաստանից Բելարուսի տարածքով Ռուսաստան ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծման անօրինական փորձ է գրանցվել։ Գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի եւ Կալուգայի մարզերում ոչնչացվել է թարմ կտրված ծաղիկների խոշոր խմբաքանակ։ Մասնավորապես Սմոլենսկի մաքսատանը կանգնեցվել է Բելարուսի քաղաքացու Վարաց Բեռնատարը, որը Մինսկի շրջանից Մոսկվա էր տեղափոխում 39,200 վարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, ուղեկցող փաստաթղթերում բեռը ձևակերպած է եղել որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիք։ Միայն բեռնախցիկի մանրակրկիտ զննության արդյունքում են հայտնաբերվել ծաղիկները։ Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքը գործում է 2026 թվականի մայիսի 22-ից։ Բաքվում տեղի ունեցել հայ բանտարկյալների վերաքննիչ բողոքները քննելու նոր դատական նիստը։ Մեղադրող կողմը նիստի ընթացքում պնդել է, թե հայ ռազմագերիները մեղավոր են։ Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել 3 դատախազներ, բազմաթիվ մեղադրանքներ հնչեցնելով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայերի դեմ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։ Հրդեհ է բռնկվել Բարսելոնայի Կլոտ եւ Գլորիես մետրոյի կայարանների միջև, տուժել է 137 մարդ։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել եւ ահազանգել արտակարգ ծառայություն։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնարին է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները եւ վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։ Թեհրանն ադրբեջանական AS-TV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում, հայտնել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իր տարածքում գործունեություն ծավալել իրանական Սեհեր հեռուստաալիքին եւ Մեհեր լրատվական գործակալությանը։ Հարևան Իրանում Ֆրանսիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն են կանչել ու ասել, թե Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի իրենց երկրի ներքին գործերին միջամտությունը։ Մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային, ֆրանսիացի երկու դիվանագետների գործունեությունը որակելով բացարձակապես անընդունելի։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը պարզաբանել էր, որ Թեհրանում իրենց դիվանագետների խնդիրն էր մշակել ծրագրեր, որով իրանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ուսանող ու արվեստագետները կկարողանային մասնակցել համալսարանական շարժունակության ծրագրերին։ Նա խստորեն դատապարտել է իրանական անվտանգության ծառայությունների կողմից դիվանագետների նկատմամբ կիրառված ծայրահեղ լուրջ ահաբեկման փաստը, նշելով, որ նրանք անարդարացիորեն կալանավորվել եւ հարցաքննվել են մի քանի ժամ։ Ի պատասխան այս միջադեպի անցյալ 3 շաբթի Ֆրանսիայի արտգործնախարարությունն էր կանչվել նաեւ Ֆրանսիայում Իրանի գործերի հավատարմատարը։ Նա հերքել էր ագրեսիայի մեղադրանքները, պնդելով, թե դիվանագետները պարզապես կարճ ժամանակով հարցաքննվել են անվտանգության ծառայությունների կողմից։ Por eso he decidido iniciar
un proceso Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտարարել է պետական ծախսերի կրճատման նպատակով աշխարհի տարբեր երկրներում առնվազն 15 դեսպանատուն փակելու մասին։ en una primera etapa. Cerraré las embajadas de Դիվանագիտական առաքելությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը, այդ թվում հարևան Ադրբեջանում։ Չնայած ներկայացուցչությունների փակմանը Կոլումբիան կպահպանի դիվանագիտական հարաբերությունները բոլոր պետությունների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ Բացի այդ, նոր առաջնորդը չեղարկել է Պաղեստինում դեսպանատուն բացելու ու Ֆրանսիայում եւ Իտալիայում կոլումբիական առաքելությունները միավորելու ծրագրերը։